Բակցությունների տեսակետներն այս հարցում բյուրեղանում են եւ խոստացված պարլամենտական լսումները դրանք ավելի կհստակեցնեն, նկատեց Վահան Հովհաննիսյանը։ Հանրապետականը ձգտում է ամփոփել բոլոր տեսակետները եւ կայացնել այնպիսի որոշում, որ ինչ-որ չափով կբավարարի բոլոր կողմերին, թեման ամփոփեց Գալուստ Սահակյանը։ Կարծում եմ արտահերթով կքննարկվի, կլսենք բոլորին, մեր առաջարկությունները կանենք, որոշակի սցենարներ կթելադրենք, որը կարծում եմ կհայտարարվի նաև իմ կողմից, որ սա էլ վերջնական չի, բայց տարբերակ է։ Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Սարգսյան, Հայլուր։ Իսկ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Կիպրոսում է, այսօր Կիպրոսի Լիսամոլ քաղաքում գումարվել է խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովը, որտեղ ելույթով հանդես է եկել նաև մեր խորհրդարանի ղեկավարը։ Խորհրդարանում ժողովրդավարության ցուցանիշը որոշվում է խորհրդարանական ընդդիմության տրամադրության տակ գտնվող լծակների առկայությամբ, ասել է Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ Հայաստանի ազգային ժողովի կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունները լրացուցիչ երաշխիքներ են ապահովում խորհրդարանում ընդդիմության գործունեության համար։ Ժողովրդավարության իրական պատկերը ավելի լավ տեսնելու համար նա Եվրոպական համաժողովին առաջարկել է ընդդիմության իրավունքներին ու պարտականություններին վերաբերող նույն հարցով կազմակերպել կոնֆերանս, որին հրավիրված կլինեն միայն ընդդիմությունը, եւ եթե պարզվեր, որ երկու համաժողովների գնահատականները համընկնում են, ապա հնարավոր կլինի ասել, որ մեր երկրներում մենք հասել ենք ժողովրդավարության պատշաճ մակարդակի, իր ելույթի ավարտին ասել է ազգային ժողովի նախագահը։ Դիմորդներն այսօր միասնական քննություն են հանձնել անգլերենից, այս քննության համար դիմում հայտ է ներկայացրել 7787 դիմորդ։ Երևանի բժշկական համալսարանի քննարկենտրոնում քննություն պետք է հանձներ 220 դիմորդ, որոնցից բացակայում էին 15, իսկ դիմորդներից մեկը պարզապես հեռացվել է քննական կենտրոնից կրթության նախարարի հրամանով։ Պարզվել է, որ արդեն երկու քննություն հանձնած դիմորդը էքստերն կարգով է ավարտել դպրոցը եւ մասնակցում է միասնական քննություններին, ինչն արգելված է օրենքով։ Իդեպ անգլերենի քննությանն էլ շարունակում էր արդիական մնալ հայոց լեզվի գրականության քննական թեստերի թեման։ Բժշկական համալսարանի քննական կենտրոնում դեռ քննությունը չսկսված դահլիճից հեռացվեց դիմորդներից մեկը, ինչպես պարզվեց հենց նախարարի ցուցումով։ Վահագն Սիմոնյանը մեկն է այն 39 դիմորդներից, որոնց մասնակցությունը միասնական քննություններին արգելված էր, սակայն որքան էլ տարօրինակ է, նրանք հասցրել են գոնե մեկ քննություն հանձնել։ Գնահատման եւ թեստավորման կենտրոնը միայն 2 օր առաջ է ստացել այդ դիմորդների ցուցակը։ Անցած տարի արգելվել էր դասարանից, ասենք, թռիչք կատարել, բայց անցալով այդ չլսելով նախարարի, ասենք, այդ որոշմանը ծնողների մի մասը համաձայնության գալով ոչ բարեխիղճ դպրոցի տնօրենների հետ կատարել են այդ քայլը, բայց որը ուրեմն անհետևանք չի մնացել այն առումով, որ այդպիսի աշակերտներ հայտնաբերվել են եւ հիմա նախարարի ուրեմն խնդրանքով մենք իրենց չենք թողում միասնական քննություններին։ Ճիշտ մեկ շաբաթ է անցել հայոց լեզվի քննությունից, սակայն կրքերը քննական թեստերի շուրջ դեռ չեն հանդարտվում, որ թեստերը բարդ էին, փաստում է նաև Գուրգեն Խաչատրյանը, եւ 10.9% անբավարար գնահատականն էլ Մայրինիից ինքնին խոսուն ցուցանիշ է, իսկ 20 միավորի արժանացել են ընդամենը 2-ը։ Ծնողների կասկածներին ու հետևողական պահանջինի պատասխան տնօրենը 3 համակարգչից հանել եւ հրապարակում է առավելագույն միավոր ստացած դիմորդների անունը։ Խնդրեցի հանել այդ երեխաների անունները, որպես ասենք ծնողը Գաբուժան կարծեմ մի աղջիկ էր։ Ռաֆու դպրոցի եւ համալսարանական քննական կենտրոնների բողոքարկման աղմկահարույց դեպքերի առնչությամբ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենը փաստում է, ուշացումներ եւ կուտակումներ եղել են։ Ավելի ուշ երկու կենտրոններում էլ լրացուցիչ օպերատորներ են աշխատել, իսկ մեղավորները կպատժվեն։ Անդրադառնալով գանգատարկումների չափազանց մեծ թվին, Գուրգեն Խաչատրյանը հավաստիացնում է, պատասխանները վերանայելու դեպքում որոշումը կտարածվի բոլոր բողոքարկումների վրա։ Բողոքների թիվը ի վերջո այդքան էական չէին առումով, որ հիմնականում կրկնվող բողոքներ են։ Եվ եթե ասենք նայվելու ամեկին, ապա բողոքը հիմնավորելու դեպքում, դրականացնելու դեպքում դա կանդրադառնա բոլորի վրա, դուք արդեն դա գիտեք։ Եվ այդ տեսակետից ուղղակի քանակը որակ չի տալիս, ուղղակի քանակ է։ Հավատացնում եմ, որ կնայվի թեստի բոլոր առաջադրանքները, այսինքն թեստը ամբողջությամբ, այդ տեսակետից արդեն իրաց բան չի մնում անելու։ Ինչ վերաբերում է օտար լեզվի քննությանը, ապա ավանդաբար առավելագույն թվով հայտեր ներկայացվել են անգլերենի համար 7787, իսկ նվազագույնը պարսկերենն է։ Այս տարի պարսկերենի թեստ է կազմվել միայն մեկ դիմորդի համար։ Նոնե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, Հայլուր։
Կակաշների հեղափոխության հայրենիքում դրությունը ոչ մի կերպ չի հանդարտվում։ Ղրղըզստանի հարավային Օշ քաղաքում բարիկադներ են առաջացել։ Հոսպիտալացված վիրավորների մեծ մասը հրազենային վնասվածքներ ունեն։ Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 338 մարդ, զոհերի թիվը առողջապահության նախարարության տվյալով հասել է 37-ի։ Ականատեսները վկայում են, որ ղրղզների եւ ուզբեկների միջև միջկրոնական բախումների զոհերի թիվն էլ ավելի է։ Բախումները սկիզբ են առել 3 երեկոյան երիտասարդների երկու խմբավորումների միջև ընդհարման հետևանքով, հրդեհվել են բազմաթիվ շենքեր ու մեքենաներ։ Օշում հայտարարվել է արտակարգ դրություն, մտցվել է պարետային ժամ։ Ղրղստանի երկրորդ խոշորագույն եւ ամենաանհանգիստ Օշ քաղաքում խաղաղությունը ընդամենը 1 ամիս գոյատևեց։ 3 գիշեր քաղաքը կրկին հրդեհների, բռնությունների ու թալանի քաոսում հայտնվեց։ Զանգվածային բռնություններն սկսվեցին կենցաղային խնդիրներից։ Քարերով, փայտերով ու հրազենով զինված ուզբեկ եւ ղրղըզ երիտասարդների բախումները տարածվեցին քաղաքով մեկ։ Մեկ գիշերվա ընթացքում հրկիզվեցին ու թալանվեցին բազմաթիվ ավտոմեքենաներ, խանութներ, սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, հեռուստատեսության, ֆիլհարմոնիայի, թատրոնի շենքերը։ Զոհերի թիվը հասնում է 3 տասնյակի, վիրավորներինը անցնում 300-ից։ Մեծ դժվարությամբ այսօր կեսօրին քաղաք մտած զինվորականները կարողացան վերահսկողություն սահմանել Օշում։ Քաղաքում կրկին պարետային ժամ է, փողոցները լցված են զինվորականներով ու զրահատեխնիկայով։ Օշը շրջապատված է, քաղաք մուտք ու ելքն արգելված է։ Իշխանությունները մտավախություն ունեն, որ Օշի ավազակախմբերին կարող են միանալ հարևան բնակավայրերի նրանց համակիրները, որոնք խմբերով շարժվում են Օշի ուղղությամբ։ Այդ քաղաքներում նույնպես անցած գիշեր բախումներ են գրանցվել։ Պաշտոնական Բիշկեկը արդեն հայտարարել է, որ նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևի հետքը կատարվածում չի տեսնում։ Նարինե Հովհաննիսյան, Հայլուր։ Հորդարատ անձրևները կաթվածահար են արել կյանքը Իսպանիայի գրեթե բոլոր շրջաններում, ճանապարհներն այժմ ավելի շատ գետեր են հիշեցնում։ Ջուրն այնքան արագ է հոսում, որ իր հետ տանում է ճանապարհին հայտնված ամեն ինչ, այդ թվում մայթերի մոտ կայանած մեքենաները։ Անվտանգության նկատառումներով որոշ շրջաններից մարդիկ տարհանվում են, փակ են խանութներն ու պարտեզները։ Իշխանությունն ահազանգում է դրությունը երկրի մեծ մասում աղետալի առաջիկա օրերին, սակայն եղանակը չի փոխվի, վստահ են օդերևութաբանները։ Իբրահիմ Ադբ ալ-Ռահման ալ-Մուղայսիբը Հայաստանում Քաթարի պետության նոր դեսպանն է, այսօր նա հավատարմագրերն է հանձնել նախագահ Սարգսյանին։ Երկրի ղեկավարը շնորհավորել է դեսպանին եւ ասել, որ Հայաստանը կարևորում է Քաթարի, ի թիվս արաբական այլ երկրների հետ համագործակցության զարգացումը եւ հույս է հայտնել, որ առաջիկայում Քաթարում մեր երկրի դեսպանի նշանակմամբ ու միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի աշխուժացմամբ հիմք կդրվի արդյունավետ փոխգործակցության։ Դեսպան ալ-Մուղայսիբն ասել է, որ Քաթարը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններով։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Ղարաբաղյան հակամարտության շուրջ։ Նախագահն անթույլատրելի է համարել հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդելու Ադրբեջանի փորձերը, ափսոսանք հայտնելով, որ իսլամական որոշ երկրներ հաճախ աջակցում են այդ փորձերին։ Դեսպանն ասել է, որ Քաթարը պաշտպանում է խնդիրը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու մոտեցումը եւ չի կարծում, թե այս հակամարտությունը կրոնական հիմք ունի։ Նորանշանակ դեսպանի նստավայրը Թեհրանում է։ Արմավիրցիներն այսօր իրենց ուզող հարցերն ուղղել են անձամբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ու նրանից էլ ստացել պատասխաններ։ Հարցերը շատ էին կենսաթոշակներից ու նպաստներից մինչև անտուն մնացած բազմանդամ ընտանիքներ։ Միայնակ թոշակառուներից մեկը նախարար Մնացականյանից առողջարան մեկնելու ուղեգիր է խնդրել եւ ստացել։ Նախարարի խոսքով սա մի ոլորտ է, որտեղ իրավունքների չիմացությունը բնակիչներին հեշտությամբ կոռուպցիայի ու կաշառակերության զոհ է դարձնում։ Նման իրավիճակների մեջ չհայտնվելու համար Մխիթար Մնացականյանը կարևոր է համարել իրենց իրավունքներն իմանալն ու դրանք պաշտպանելը։ Գյուղական համայնքների ղեկավարներին հետաքրքրել է այն վճարների հարցը, որոնք գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ վարած կենսաթոշակառուները վճարել են 1990-ից 2003 թվականներին։ 500-ական դրամները, որ նրանցից գանձվել են այդ տարիներին, նախարարի հավաստմամբ կգումարվեն աշխատանքային ստաժին։ Հարցերի մի մասն վերաբերվել է աշխատատեղերի խնդրին։ Հիմնական խնդիրները երկրի գալիս է վերապատրաստել մասնագիտական, գյուղական, շինարարության եւ գյուղատնտեսության համար մեքենավարների մասնավորապես այստեղ այս խնդիրները բարձրացվեցին եւ շատ ուրախ եմ, որ դա կողմնորոշում էր միաժամանակ մեզ, որից մենք կարողանանք զբաղվածության ուրեմն մեր գործակալության միջոցով այս մարզում սա վրա հատուկ ուշադրություն դարձնել։ Վիվասել ՄՏՍ եւ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի համագործակցության շնորհիվ այսուհետև առավել արդյունավետ կդառնա չարորակ ուռուցքների վաղաժամ հայտնաբերումը։ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տարեկան բուժվում է ավելի քան 10,000 հիվանդ, որոնց մի մասը մարզերից է։
Բիղասելի նվիրած էնդոսկոպիկ հավաքածուն, որը Հայաստանի առողջապահության համակարգի եզակի սարքավորումներից մեկն է համարվում, այժմ արդեն հնարավոր կդարձնի ախտորոշում կազմակերպել նաև մարզերում։ Մասնագետները զգալի դրական տեղաշարժ են ակնկալում նաև թոքերի, կոկորդի, ստամոքսի, երիկամների եւ այլ օրգանների չարորակ նորագոյացությունների վաղաժամ հայտնաբերման եւ բուժման գործում։ Գերձայնային դանակով սարքը թույլ է տալիս զգալիորեն կրճատել վիրահատության տևողությունը։ Այն նոր է եւ արժե ավելի քան 68 միլիոն դրամ։ Մեզ պետք չի այլևս հին, օգտագործված կամ մաշած սարքավորումներ։ Մեր ժողովուրդը արժե ամենալավ, ամենանոր սարքավորումներ, արժանի է ամենալավին եւ ամենանորին, եւ այսպիսով մենք ուզեցինք մեր ներդրումը ունեցած կատարած լինել այսպիսի ենթավոլորտի մեջ։ Եվ մենք երբ կանգնում ենք ու խոսում ենք ու ասում ենք մենք ունենք դաղանդներ, մենք ունենք հնարավորություններ, կարծեմ ժամանակն է որ մեր ցերկը նար ոչ թե մենք իբրև ընկերություն, այլ շատ այլ ուրիշ ընկերություններ, որ կարողություններ ունին եւ հնարավորություններ ունին եւ մեզանից ավելի հզոր են, իրենք ալ մի քիչ զարթնեն, իրենք ալ մեկնեն իրենց ցերկը։ Սինոպսիսը ձեռք է բերում Վիրաժ Լոջիկ կորպորացիան, կիսահաղորդիչների նախագծման ստուգման ու ծրագրային միջոցների համաշխարհային առաջատար ընկերությունն, այսուհետև նաև բարդ ինտեգրալ սխեմաների նախագծման գործում մտավոր սեփականություն մատակարարող սեփական թիմը կունենա։ Կալիֆոռնիայում Mountain View-ից դուրս եկած այս լուրը հասել է Երևան։